Հասարակական գործունեություն եմ ծավալում, իմ էջերը ունեմ, որոնք շատ ձեր իմիջիայլով ձեր բոլորի դիտումները գումարած իրար իմ դիտումների չափ չեն լինում, հետևում եմ։ Մի րոպե, մեծ սիրով։ Ես 4 էջ ունեմ, մեկը կվաճառեմ։ Մի վարքյան, տեսեք, հրավիրում եմ ձեզ, ինքս պարտավորվում եմ բոլորիդ հետ շրջել, ցույց տալ, ինչ հողատարածքներ, կոնկրետ օրինակ սահմանի վրա, հա? Նախկին Խալիսան ներկա Նոյակերտ գյուղում, ինչպիսի ավազի հանքեր են կոպեկներով, օրինակ, աճուրդով սեփականացվում, ինչպիսի հողատարածքներ, ինչ մարդիկ կան 86 հեկտար հողը, ասենք 15,000 դրամով առնում են, սենց բաներից խոսեք, թե չէ եկել եք Հովանավանքում, որտեղ եկել են հավատքով, տեսեք, ինձ այստեղ, ինձ շատ լավ ճանաչող մարդիկ, ձեր մեջ էլ կան, եկեք անուններ չտամ, գիտեն, ինձ երբեք ոչ միտեղ ստիպողաբար չեն կարա տանեն, ժողովուրդ ջան, այս հավատքնաբերը, այս բերել է այն հույսը, որ երբ որ ազատվեցինք ձեր իդեպ ոմանց ղեկավարների Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ այլը, սենց էլ ազատվելու ենք կտրիչներից եւ այլնից։ Իրավապահ համակարգը չի կարողանում այդ հարցերը։ Ինչպես։ Իրավապահ համակարգը։ Իհարկե կարողանում է, ես նույնտեղ ձեզ ասեցի, չէ։ Իրավապահ, ես ասեցի հետևեք ազգային անվտանգության լուրերին, դատախազությանը, նաև ինչու՞ չէ քննչական բաժնի, մի ու շաբաթ դուք շատ հետաքրքիր սենսացիոն լուր կլսեք։ Բայց ես ձեր իրավաբան, ես ձեզ խնդրում եմ, հավաքվեք, խոստանում եմ, ինքս էլ կխնդրեմ ձեզ տեղափոխելու եւ հետ տեղափոխելու հարցը լուծել։ Եկեք լուսաբան եք, տարածեք, թե ինչ է կատարվում կոնկրետ Արարատի խոշորացված համայնքում։ Վերջի անգամ մեր փողոցներով երբ եք պտտվել։ Մի հատ եկեք, մի հատ փողոց չունենք։ Իդեպ ներկա իշխանությունն է։ Այո, ներկա իշխանությունն է։ Երևի դու հասկացար ես ինչ եմ ասում։ Զբաղվեք լուրջ, այս անլուրջ է ժողովուրդ։ Եթե մի րոպե, եթե ժողովուրդը չէ, ձեր հարցերն անլուրջ։ Լուսաբանելը շատ լուրջ է, շատ լավ է։ Ձեր իրավաբան, առաջին մասնագիտությունս տնտեսագետ, երկրորդը իրավաբան։